Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյա Ծառաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, եւ դա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին, եւ բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ։ Ես մի րոպե Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այդ թվում ես բոլոր քաղաքացիների անձնական գործերը չեմ ստուգում։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերվում է Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, եւ մենք պետք է գնանք այդ բարենորոգման ճանապարհով։ Որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, եւ ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը այդ բարենորոգման ճանապարհով անցնելու։ Եթե հիմա դուք հարցնեք, հիմա Կտրիչ Ներսյանն էլ կարող է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքը իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է, եւ նա պետք է ուղղակի ազատի մեր սրբության սրբոց Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ասացի արդեն, որ բարենորոգման Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգն է դրված սեղանին, եւ այդ նորոգման օրակարգը պետք է իրականացվի, եւ ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են այդ նորոգման օրակարգին մասնակցություն ունենալ, աջակցել այդ նորոգման օրակարգին, որովհետև եթե այդ նորոգման օրակարգը տեղի ունեցած լիներ, այդ բոլոր խնդիրները, որոնք մենք այսօր քննարկում ենք, այդ խնդիրների առնվազն մեծ մասը տեղի չէր ունենա, գոյություն չէր ունենա։